Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, հարևաններ, համագյուղացիներ, հայրենակիցներ։ Ես Մարտին Թովմասյանն եմ Գեղարքունի գյուղից։ Այսօր կխոսանք, թե ինչ ձև իմ ու իմ նմանների վրան ազդեց սովետական ինֆորմացիոն ֆոնը, երբ որ մենք ընտրում ենք մասնագիտություն։ Սկզբից կուզեմ ասել, որ այս ինչի մասին որ խոսում է, դա բաց աղբյուրներից է վերցրած, մեկ էլ իմ անձնական շփումների հետևանքով տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ, մեկ էլ ոչ մեկին չեմ ուզում ինչ-որ բան սովորեցնել։ Կուզենայի, որ տվյալ նույնը պալեզնի լիներ ձեզ, մեկ էլ հնարավոր է ինչ-որ բարերի մասին խոսանք, չնեղանաք ինձնից։ Սովետական միությունում բոլոր ազգությունները ունեին իրանց տեղը, որով իրանց բնակավարը, որով հիմնականում պետք է դրանք զբաղեցնին։ Բացառություններ լինում են, բայց դա հիմնականում բացառություններ են, ոչ թե օրինաչափություններ։ Մեզ հայերիս հասկացված էր բնակավար, որը կոչվում է բարձր կվալիֆիկացիայով աշխատուժ։ Վրացիներին համարյա նույն բանն էր, բայց մի բացառությամբ, քանի որ վրացական ինտելիգենցիան շատ սերտ կապ ուներ սլավոնական ինտելիգենցիայի հետ, նրանց կարելի էր մի քիչ զբաղվել հումանիտար ուղղություններով։ Ռուսական, բելարուսական, ուկրաինական ինտելիգենցիան իրար հետ մրցակցության մեջ էին, բայց այդ 3 սլավոնական ժողովուրդներն էին, որ ղեկավարում էին սովետական միությունը, սովետական միության փիլիսոփաներն էին, սովետական միության իդեոլոգներն էին։ Լատիշները, լիտվացիները, էստոնացիները դրանք եվրոպական քաղաքակրթության մարդիկ էին եւ կարճ ժամանակահատվածում սովետական կուլտուրան չկարողացավ ազդել նրանց վրա եւ այդ մարդիկը ոնց որ ատելով եկան սովետական միության կազմը իրենց էլ ատելով հեռացան։ Միջինասիական ժողովրդին բնակավար ընդգծված էր, որը կարող կոչենք այսպես ցածր կվալիֆիկացիայով աշխատուժ։ Այն պրոգրամաները, որ սովետական միությունը իր ասմոթեցնում էր, դրա համար էր։ Մեզ հայրիս մոտ կարծրատիպություն է ստեղծվել դեռ այն ժամանակվանից, որ ժողովուրդը մտածում են, որ մենք մի գրող ուզբեկներից, կիրգիզներից, տաջիկներից, կազախներից բարձր ենք, բայց դա սովետական կարծրատիպություն է։ Մենք, ես որ սովորում էի դպրոցում, մեր դասարանում սովորում էին տարբեր ռայոններից երեխեք։ Մեր մոտ պրոպագանդան ինձ էր, որ մենք հավատացած էինք, որ ֆիզիկան ու մաթեմատիկան էդի մեզի շատ հեշտ է տրվում։ Ու լրիվին այդ մասին ասում։ Մեզանից մեծերն էին ասում։ Մենք էլ այնց էինք սովորում, որ քնում էինք ֆիզիկայի, որ բաներ էինք լուծում, զարթնում էինք ֆիզիկայով, ապրում էինք մենք ֆիզիկայով ու մաթեմատիկայով։ Երբ որ մոծեր էր մի երկու ամիս, որ պետք է արդեն մենք մի քանի տարեկան որոշել էինք, որ պետք է մեր եթանք սովորենք ավիացիոն ինստիտուտ։ Մեզի նամակ եկավ, վերջապես գրեցին մեզ, որ հարգելի աբիտուրիենտ, չենք կարող ձեր գործերը վերցնենք, քանի որ դու չունեք մայրաքաղաքի պրոպիսկա։ Իհարկե մենք տխրեցինք եւ ես ու իմ ընկեր Սարիբեկյան Հակոբը որոշինք ընդունենք այն ինստիտուտը, որ պրոպիսկա պետք չէ, պետքան էլ չենք ուզում, բայց որոշեցինք, որ
Դա մշներից ամենանորմալն է։ Ես ճանաչում էի մեր դպրոցից մի քանի տղերքի, որոնք տարբեր ուսումնական հաստատություններ սովորելուց հետո այնպիսի հաջողություններ ունեին ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառում, որ այդ մարդկանցը գործուղեցին ռազմական փակ քաղաքներ։ Ես դրանով ուզում եմ ասեմ, որ սովետական թե ռոպագանդան, թե իրոք մեր մոտ դրված այդ հնարավորությունները, որ մեզի հնարավորություն էին տանում սովորելու, այն մասնագիտության, որ իրանցը որ պետք է, դե մենք էլ մեծ հավանականությամբ դեմ չինք ու անում ենք այն ինչ որ կարող ենք անել։ Բայց տարիների ընթացքում արդեն հասկանալի էր դառնում, որ մեզի պատրաստում են երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մարդ դառնալ։ Երբեք մեզի չէին սովորցնում նրան, որ մենք կարողանանք դառնալ առաջինը։ Շատերը կարող մտածեն, որ դե Հայաստանում մարդիկ կային գործարանի դիրեկտորներ, ռայկոմի քարտուղարեր, կամ ինչ որ մի դոժնետ, բայց դրանք սաղ լրիվ այդ մարդիկը իսպալնիտել են։ Իրանք ղեկավար չէին։ Կոչվում էր ղեկավար, բայց ինքը կատարող էր։ Ես այս ոչ հեռավոր անցյալից այդ օրինակները բերեցի, արգելի հայրենակիցներ, ինձ թվում է, որ մեր երեխեքը այդ դպրոց ավարտելուց հետո դա հնարավոր է, որ ինչ-որ մի բանով օգնի իրանց ընտրեն այն, ինչ որ իրանցը ավելի պետք է կանգնի։ Կուզեի, որ արգելի ծնողներ իրանց երեխեքին կարողանան խորհուրդ տան դրթել, երեխեքներ իմանան, որ պետք չի վախենալ առաջինը լինել։ Հավանականությունը, երբ որ դու բարձունք ես բարձրանում, որ մի քար կքա կզանա քեզի, երբ որ դու երկրորդ, երրորդ, չորրորդն ես, ավելի շատ է, քան թե երբ որ դու առաջինն ես, ու դու քո ճամփեն դու ես գցում։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում։